Գլուխ 21-րդ Միգուցե իմ վարքը սխալ է, բայց դա իմ մեղավորությունը չէ։ Անապատային մտածելակերպ համար 6 Եվ Ադամն ասաց. այն կինը, որ ինձ տվիր, ինձ հետ լինելու, նա տվեց ինձ այն ծառից, պտղից, եւ ես կերա։ Եվ կինն ասաց. օձն ինձ խաբեց, խորամանկեց, մոլորեցրեց, եւ ես կերա։ Ծննդոց 3:12 եւ 13 խոսքեր, Amplified թարգմանությունից։ Սեփական գործողությունների համար պատասխանատվություն ստանձնելու ցանկություն չունենալը եւ բոլոր խնդիրների վերաբերյալ մեղադրանքը մեկ ուրիշի վրա գցելը լուրջ պատճառ է հանդիսանում անապատային կյանքով ապրելու համար։ Մենք կարող ենք այս խնդրի գոյությունը տեսնել դեռևս մարդկության պատմության առաջին էջերում, երբ Եդեմի պարտեզում Ադամն ու Եվան ստիպված էին պատասխան տալ իրենց կատարած մեղքի համար, նրանք սկսեցին մեղադրել միմյանց, Աստծուն եւ Սատանային, դրանով իսկ փորձելով խուսափել իրենց գործողությունների համար անձնական պատասխանատվություն կրելուց։ Դուք եք մեղավորը։ Եվ Աբրամի կինը Սարան չէր ծնում նրա համար, եւ նա մի եգիպտացի աղախին ուներ, անունը Հագար։ Եվ Սարան ասաց Աբրամին. ահա Եհովան ինձ արգելեց ծնելուց, ուրեմն աղախնիս մոտ մտիր, գուցե նրանից որդի ստանամ։ Եվ Աբրամը Սարայի ձայնը լսեց։ Եվ Աբրամի կին Սարան իր եգիպտացի աղախին Հագարին առավ, Աբրամը Քանանի երկրում 10 տարի բնակվելուց հետո եւ տվեց նրան իր մարդուն Աբրամին, որ նրան կին լինի։ Եվ նա մտավ Հագարի մոտ, եւ նա հղիացավ, եւ երբ տեսավ, թե հղի է, իր տիկնոջն իր աչքի առջև անարգեց։ Եվ Սարան ասաց Աբրամին. իմ անիրավությունը քեզ վրա լինի, ես իմ աղախնին քո գիր կտվի, եւ երբ նա տեսավ, թե հղի է, ես նրա աչքի առջև անարգվեցի, Եհովան իմ ու քո մեջտեղը դատաստանանի։ Եվ Աբրամն ասաց Սարային. ահա քո աղախինը քո ձեռքին է, արա նրան ինչ որ հաճո է քո աչքին։ Եվ Սարան նեղեց նրան, եւ նա փախավ նրա երեսից։ Ծննդոց 16:1-6 խոսքեր, New King James թարգմանությունից։ Այն իրադարձությունը, որը տարիներ առաջ տեղի էր ունեցել Ադամի եւ Եվայի միջև, հիմա մենք կարող ենք տեսնել Աբրամի եւ Սարայի կյանքում։ Նրանք հոգնել էին Աստծուն սպասելուց, որ մեկ օր նա կկատարի իր խոստումն ու երեխա կպարգևի իրենց։ Հետևաբար վարվեցին մարմնի համաձայն, անելով այնպես, ինչպես իրենք ճիշտ համարեցին։ Երբ այդ ամենը վատ ընթացք ստացավ եւ հանգեցրեց մի շարք խնդիրների, նրանք սկսեցին մեղադրել միմյանց։ Նախկինում այս նույն դրվագները բազմիցս եղել էին մեր ընտանիքում, իմ եւ ամուսնուս միջև։ Թվում էր, թե մենք անընդհատ խուսափում ենք մեր կյանքում առաջացած լուրջ խնդիրներին լուծում տալուց եւ չենք ցանկանում իրականության աչքերի մեջ նայել։ Ես հստակ հիշում եմ, թե ինչպես էի աղոթում Աստծուն, որ Դեյվը փոխվի։ Աստվածաշունչը կարդալիս ես ավելի ու ավելի էի տեսնում նրա թերությունները, նաեւ այն, թե նա որքան կարիք ունի փոխվելու։ Երբ ես աղոթում էի, Տերը խոսեց ինձ հետ. Ջոյս, խնդիրը Դեյվը չէ, այլ դու։ Դա ուղղակի ոչնչացրեց ինձ։ Ես լալիս ու լալիս էի, ես հեկեկում էի 3 օր շարունակ, որովհետև Աստված ինձ ցույց էր տալիս, թե ինչ է նշանակում ապրել ինձ հետ միևնույն տանը։ Նա ցույց տվեց ինձ, թե ինչպես եմ ես փորձում վերահսկել ամեն ինչ, ինչպես եմ ես դժգոհում ու բողոքում, թե որքան դժվար է ինձ գոհացնելը, թե ինչ վատատեսն եմ ես եւ նմանատիպ շատ այլ բաներ։ Դա իմ հպարտությանն ուղված մի ցնցող հարված էր, բայց այն նաեւ Տիրոջ մեջ իմ հոգեվոր վերականգնման սկիզբն էր։ Ինչպես շատերը, այնպես էլ ես ամեն ինչում մեղադրում էի ուրիշին կամ իմ վերահսկողությունից դուրս հանգամանքներին։ Մտածում էի, որ իմ վատ վարքի պատճառն իմ վիրավորանքն է, որն ինձանում մնացել էր դեռևս մանկուց, երբ ինձ խոշտանգել ու դաժանաբար շահագործել էին։ Սակայն Աստված ասաց. հնարավոր է, որ վիրավորանքն ու անարգանքը պատճառ հանդիսանան քո այդ վարքի համար, բայց թող դրանք արդարացում չդառնան քեզ համար, որ շարունակես մնալ դրա մեջ եւ չփոխվես։ Սատանան ջանք չի խնայում մեր մտքերում ամրություններ կառուցելու համար, որոնք կխանգարեն մեզ տեսնելու ճշմարտությունը։ Իսկ նա գիտի, որ ճշմարտությունը մեզ ազատ կարձակի։ Ինձ թվում է, որ չկա առավել ցավալի բան, երբ դեմ առ դեմ կանգնում ես քո եւ քո վարքի մասին ճշմարտության առջև։ Դա այնքան ցավոտ է, որ շատ մարդիկ փախչում են դրանից։ Բավականին հեշտ է ուրիշի մասին ճշմարտությունն իմանալը, բայց երբ այն լույս է սփռում սեփական կյանքի վրա, ավելի ծանր ենք տանում։ Եթե Եվ ժողովուրդը սկսեց խոսել Աստծո եւ Մովսեսի դեմ. Ինչու մեզ դուրս հանեցիք Եգիպտոսից, որ այս անապատում կոտորվենք, քանի որ չկա ոչ հաց, ոչ ջուր, մենք զզվել ենք այս թեթև արհամարելի ոչ պինդ մանանայից։ Թվոց 21:5 Amplified թարգմանությունից։
Ինչպես հիշում եք, իսրայելցիները դժգոհում էին, որ իրենց բոլոր խնդիրները Մովսեսի եւ Աստծո պատճառով էին։ Նրանք հաջողությամբ խուսափում էին անապատում այդքան երկար ժամանակ գտնվելու ցանկացած պատասխանատվությունից։ Աստված ցույց տվեց ինձ, որ սա հիմնական անապատային մտածելակերպերից մեկն էր, որի պատճառով նրանք անապատում թափառեցին 40 տարի։ Սա էր նաև այն պատճառներից մեկը, որ ես իմ կյանքում տարիներ շարունակ պտտվում էի նույն սարի շուրջը։ Իմ արդարացումների ցանկը, թե ինչու էր իմ վարքն այդքան վատ, բավականին երկար էր։ Եթե մանուկ ժամանակ անարգված չլինեի, ես հիմա այսքան վատը չէի լինի։ Եթե իմ երեխաներն ինձ ավելի շատ օգնեն, ես ավելի լավ կվարվեմ։ Եթե Դեյվը շաբաթ օրերին չգնա գոլֆ խաղալու, ես նրա հետ այդքան կոպիտ չեմ լինի։ Եթե Դեյվն ինձ հետ ավելի շատ զրուցի, ես ինձ այդքան էլ միայնակ չեմ զգա։ Եթե Դեյվն ինձ համար ավելի շատ նվերներ գնի, ես ավելի երջանիկ կլինեմ։ Եթե ես այսքան շատ չաշխատեմ, ես չեմ հոգնի ու մռայլվի։ Ահա թե ինչու թողեցի աշխատանքս, բայց հետո, եթե ես կարողանամ տնից ավելի հաճախ դուրս գալ, ես այդքան էլ չեմ ձանձրանա։ Եթե մենք ավելի շատ գումարներ ունենայինք, եթե մենք մեր սեփական տունն ունենայինք, ահա թե ինչու մենք գնեցինք նորը, բայց հետո, եթե մենք այսքան շատ վճարումներ չունենայինք, եթե մենք ավելի լավ հարևաններ կամ շատ ընկերներ ունենայինք, եթե։ Բայց եւ Տերն ասաց Մովսեսին. «Ուղարկիր տղամարդկանց ձեզ համար ուսումնասիրելու եւ հետազոտելու Քանանի երկիրը, որը ես տալիս եմ իսրայելցիներին։ Նրանց յուրաքանչյուր ցեղից մեկական տղամարդ ուղարկիր, որ իրենց ցեղում լինեն գլուխ կամ առաջնորդ»։ Այսպիսով Մովսեսը Տիրոջ պատվերով Փարանի անապատից ուղարկեց հետախույզներին, բոլորը տղամարդիկ, ովքեր իսրայելցիների մեջ առաջնորդներ էին, եւ երկիրը հետախուզելուց 40 օր հետո նրանք վերադարձան։ Նրանք եղան Մովսեսի ու Ահարոնի եւ ամբողջ իսրայելցիների բանակի մոտ, որ Փարանի անապատում էին, Կադեշում, եւ ամենքն իրենց խոսքն ասացին ու ցույց տվեցին այն երկրի պտուղները։ Նրանք ասացին Մովսեսին. «Մենք գնացինք այն երկիրը, ուր մեզ ուղարկեցիր։ Այդ երկրում իրոք բխում է կաթ ու մեղր, ահա եւ պտուղները, բայց այնտեղ բնակվող մարդիկ ուժեղ են, իսկ քաղաքները լավ ամրացված ու շատ մեծ։ Բացի այդ, այնտեղ մենք տեսանք Ենակի որդիներին, բարձրահասակ ու զորեղ»։ Թվոց 13:1-3, 25-28 Amplified թարգմանությունից։ Եթեն եւ բայցը այն սիրված բառերն են, որոնցով սատանան մոլորեցնում է մեզ մեր մտքում։ Խոստմունքի երկիր ուղարկված 12 հետախույզները վերադարձան, իրենց հետ բերելով խաղողի այնպիսի հսկայական մի ողկույզ, որը պետք է կրեին 2 տղամարդիկ, ձողի վրա անցկացրած, բայց եւ այնպես այն հաշվետվությունը, որը նրանք ներկայացրին Մովսեսին ու ժողովրդին, բացասական էր։ Ընդամենը 1 բայցը կործանեց նրանց։ Նրանք պետք է իրենց աչքերը պահեին ոչ թե առկա խնդիրների, այլ Աստծո վրա։ Խնդիրների պատճառով մենք պարտություն ենք կրում, որովհետև կարծում ենք, թե մեր խնդիրներն ավելի մեծ են, քան Աստված։ Դրա պատճառը կարող է նաև լինել այն, որ մենք դժվարությամբ ենք ընդունում ճշմարտությունը։ Մենք վստահ չենք լինում, որ Աստված կարող է փոխել մեզ, ու դրանով իսկ ավելի շատ թաքնվում ենք ինքներս մեզնից, քան մեզ տեսնում այնպիսին, ինչպիսին որ իրականում կանք։ Հիմա ինձ համար այդքան էլ դժվար չէ կանգնել ճշմարտությանը դեմ առ դեմ, ինձ իրապես ճանաչելու համար, երբ Աստված աշխատանք է տանում իմ ներսում, քանի որ գիտեմ, որ նա կարող է փոխել ինձ։ Ես արդեն տեսել եմ, թե ինչ է նա արել իմ մեջ, եւ լիովին վստահում եմ նրան։ Սակայն իմ կյանքում նրան ճանաչելու առաջին քայլերն անելու տարիներին դա շատ դժվար էր։ Կյանքիս մեծ մասն անցկացրել էի այս կամ այն բանից թաքնվելով։ Ես այնքան երկար էի ապրել խավարում, որ դժվարանում էի դուրս գալ դեպի լույսը։ Ներքին մարդու ճշմարտությունը։ Ողորմիր ինձ, ով Աստված, համաձայն քո անսասան սիրո, համաձայն քո քնքուշ գթառատության եւ բարեսրտության, մի կողմ տար իմ օրինազանցությունները։ Լվա ինձ մանրազնին եւ բազմիցս իմ անիրավությունից ու մեղքից եւ մաքրիր ինձ, ամբողջովին սուրբ արա իմ մեղքից։ Քանի որ ես գիտակցում եմ իմ օրինազանցությունը եւ ես գիտեմ դրանք, իմ մեղքը միշտ իմ առջևն է։ Քո դեմ, միայն քո առջև ես մեղանչեցի եւ արեցի այն, ինչը չարիք է քո աչքերի առջև, այնպես որ միայն դու ես արդար քո վճռի մեջ եւ անսխալ քո դատաստանում։ Ահա ես բերում եմ իմ անիրավությունը։ Իմ մայրը մեղավոր էր, ով ծնեց ինձ մեղքով, եւ ես էլ եմ մեղավոր։ Ահա դու փափագում ես ճշմարտություն մարդու ներսում,
ուրեմն այնպես արա, որ ես իմանամ իմաստությունն իմ սրտի խորքում։ Սաղմոս 51:1-6 խոսքեր, Amplified թարգմանությունից։ Այս Սաղմոսում Դավիթ թագավորն Աստծուց ողորմություն եւ ներում էր աղերսում, որովհետեւ Տերը աշխատանք էր տարել նրա ներսում եւ ցույց տվել նրան իր մեղքը, որը գործել էր Բերսաբեի հետ եւ սպանել վերջինիս ամուսնուն։ Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, բայց Դավիթն այս Սաղմոսը գրել էր այդ մեղքը գործելուց 1 տարի հետո։ Նա այդ ընթացքում երբեք չէր անդրադարձել իր կատարած մեղքին եւ հասկացել դրա լրջությունը։ Նա չէր կանգնել ճշմարտությանը դեմ առ դեմ եւ որքան խուսափել էր դա անելուց, այնքան չէր կարողացել ճշմարիտ ապաշխարություն վերապրել։ Եվ որքան ժամանակ չէր ապաշխարել, այնքան ժամանակ Աստված չէր ներել նրան։ Սաղմոսի 6-րդ խոսքը բավականին զորեղ է։ Այն ասում է, որ Աստված փափագում է ճշմարտություն տեսնել մարդու սրտում, այսինքն, եթե մենք ցանկանում ենք Աստծո օրհնությունները, մենք պետք է անկեղծ լինենք նրա հետ, մեր եւ մեր կատարած մեղքերի առումով։ Խոստովանություն, ապա ներում։ Եթե ասում ենք, որ անմեղ ենք, հրաժարվելով ճանաչել, որ մեղավոր ենք, մենք խաբում ենք ինքներս մեզ, եւ ճշմարտությունը, որը պարունակվում է ավետարաններում, մեր մեջ չէ, չի բնակվում մեր սրտերում։ Եթե մենք ազատորեն ընդունում ենք, որ մեղք ենք գործել եւ խոստովանում ենք մեր մեղքերը, Աստված հավատարիմ է եւ ճշմարիտ, ճիշտ է իր էությամբ եւ խոստումներով, ներելու մեր մեղքերը, ազատելու մեզ մեր անօրենություններից եւ շարունակաբար մաքրելու մեզ ամեն անիրավությունից, ամեն բան, որ չի համապատասխանում նրա կամքին, լինի դա նպատակ, միտք կամ գործողություններ։ Եթե մենք ասում ենք հաստատում, որ մենք ոչ մի մեղք չունենք, ուրեմն հակասում ենք նրա խոսքին եւ նրան դարձնում կեղծ ու ստախոս, եւ նրա խոսքը մեզանում չէ, ավետարանի աստվածային ուղերձը մեր սրտերում չէ։ Հովհաննեսի առաջին թուղթ 1:8-10 խոսքեր, Amplified թարգմանությունից։ Աստված պատրաստ է անմիջապես ներել մեզ, եթե մենք անկեղծորեն ապաշխարում ենք, բայց մենք չենք կարող անկեղծորեն ապաշխարել, եթե չենք նայում ճշմարտությանն ու գիտակցում մեր արարքները։ Եթե ընդունում ենք, որ սխալ ենք թույլ տվել, բայց անմիջապես փորձում ենք արդարացում գտնել, ապա դա ճշմարտությունն ընդունելու Աստծո տարբերակին չի համապատասխանում։ Մարդու էությունը հակված է արդարացնելու իրեն եւ իր արարքները, բայց Աստվածաշնչում ասվում է, որ մեր միակ արդարացումը Հիսուս Քրիստոսի մեջ է։ Այս մասին կարող ես կարդալ Հռոմեացիների 3:20-24 խոսքերում։ Մեղք գործելուց հետո մենք Աստծո առջև արդարացված կարող ենք կանգնել ոչ թե մեր արդարացումների, այլ միայն Հիսուսի արյան շնորհիվ։ Հիշում եմ, երբ մի անգամ հարևաններից մեկն ինձ զանգահարեց եւ խնդրեց, որ իրեն հասցնեմ բանկ, նախքան այն փակվելը, քանի որ նրա մեքենան անսարք էր։ Ես զբաղված էի իմ գործերով եւ ցանկություն չունեի թողնել դրանք, այնպես որ բավականին կոպիտ ձևով մերժեցի նրան։ Լսափողը ցած դնելուն պես հասկացա, թե ինչ վատ վարվեցի եւ որ պետք է զանգահարեմ նրան, ներողություն խնդրեմ եւ տանեմ բանկ։ Միտքս լցվեց տարբեր արդարացումներով, որոնցով պատրաստվում էի հիմնավորել վատ պատասխանս։ Ես ինձ վատ էի զգում, ես զբաղված էի այդ պահին, այսօր ինձ մոտ այդքան էլ հաջող օր չէր։ Սակայն սրտիս խորքում զգում էի, թե ինչպես է Սուրբ Հոգին ասում ինձ. մի փնտրիր որևէ արդարացում, պարզապես զանգահարիր նրան եւ ասա, որ սխալ ես վարվել եւ որ ոչ մի արդարացում չկա քո արարքի համար։ Ներողություն խնդրիր նրանից եւ հարցրու արդյոք թույլ կտա իրեն տանել բանկ։ Կարող եմ միայն ասել, որ դա հեշտ չէր։ Իմ մարմինն ուզում էր գոռալ։ Ես բառացիորեն զգում էի, թե ինչպես է իմ մտքում մի փոքրիկ բան իրեն պատեպատ տալիս, ջանալով մի տեղ գտնել ու թաքնվել այնտեղ։ Սակայն հնարավոր չէ թաքնվել ճշմարտությունից, քանի որ ճշմարտությունը լույս է։ Ճշմարտությունը լույս է։ Սկզբում ամեն ինչից առաջ էր խոսքը, Քրիստոսը, եւ խոսքը Աստծո հետ էր, եւ Աստված ինքը խոսքն էր։ Նա հենց սկզբից Աստծո հետ էր։ Բոլոր բաները ստեղծվեցին ու գոյության մեջ մտան նրա միջոցով, եւ առանց նրա չստեղծվեց եւ ոչ մի բան, ինչ որ ստեղծվեց եւ սկսեց գոյություն ունենալ։ Նրա մեջ էր կյանքը, եւ կյանքը լույս եղավ մարդկանց համար, եւ լույսը շողում է մթության մեջ, քանի որ մթությունը երբեք չի տիրել դրան, այն չի մարվել, դուրս չի մղվել կամ կլանվել, եւ այն անընկալունակ է խավարի համար։ Հովհաննեսի 1:1-5 խոսքեր, Amplified թարգմանությունից։ Ճշմարտությունն ամենազորեղ զենքերից մեկն է խավարի թագավորության դեմ։ Ճշմարտությունը լույս է եւ Աստվածաշնչում ասվում է, որ խավարը երբեք չի տիրել լույսին ու երբեք էլ չի կարողանա տիրել։ Սատանան ցանկանում է ամեն բան թաքցնել խավարի մեջ,
բայց Սուրբ Հոգին ցանկանում է դրանք լուսավորել եւ աշխատել դրանց հետ այնպես, որ մենք կարողանանք իրապես ազատ լինել։ Հիսուսն ասաց, որ ճշմարտությունը մեզ ազատ կարձակի։ Այս մասին կարող ես կարդալ Հովհաննեսի 8:32-ում, իսկ ճշմարտությունը հայտնում է ճշմարտության հոգին։ Ճշմարտության հոգին։ Ես դեռևս շատ բան պետք է ասեմ ձեզ, բայց դուք ի վիճակի չեք տանելու դրանք կամ վերցնելու ձեզ վրա կամ հասկանալու դրանք հիմա, բայց երբ նա, ճշմարտության հոգին, ճշմարտություն բերող հոգին գա, նա կառաջնորդի ձեզ ճշմարտության, ամբողջական, լիովին ճշմարտության մեջ։ Հովհաննեսի 16:12 եւ 13 խոսքեր Amplified թարգմանությունից։ Հիսուսը կարող էր իր աշակերտներին հայտնել ողջ ճշմարտությունը, բայց նա գիտեր, որ նրանք դեռևս պատրաստ չեն դրան։ Նա ասում էր, որ իրենք պետք է սպասեն, մինչև Սուրբ Հոգին իջնի երկնքից եւ ապրի նրանց հետ ու բնակվի նրանց ներսում։ Հիսուսը երկինք համբարձվելուց հետո ուղարկեց Սուրբ Հոգուն, որպեսզի նա աշխատի մեզ հետ, պատրաստի մեզ Աստծո գերազանց փառքի համար եւ որպեսզի նա դրսեւորվի մեր միջոցով։ Բայց ինչպես կարող է Սուրբ Հոգին աշխատել մեր կյանքում, եթե մենք հրաժարվում ենք կանգնել ճշմարտության առջև։ Նրա անունը ճշմարտության հոգի է եւ նրա ծառայության հիմնական նպատակն այն է, որ օգնի մեզ ընդունել ճշմարտությունը եւ առաջնորդի մեզ դեպի ճշմարտությունը, որովհետեւ միայն ճշմարտությունը կարող է մեզ ազատ արձակել։ Հնարավոր է, որ անցյալում ձեզ ցավ են պատճառել կամ որևէ դեպք է պատահել։ Եվ դա այսօր դարձել է ձեր սխալ վերաբերմունքի պատճառը, բայց թույլ մի տվեք, որ այն դառնա որպես արդարացում ձեզ համար ու խանգարի ձեր փոխվելու ընթացքին։ Իմ վարքի հետ կապված խնդիրների մեծ մասն առաջացել է նրանից, որ ես ենթարկվել եմ սեռական անարգանքի ու ծաղրանքի եւ տառապել եմ մարդկանց դաժան վերաբերմունքից։ Բայց իմ վարքը չէր փոխվում միայն այն պատճառով, որ ես օգտագործում էի իմ անցյալը որպես արդարացում։ Դա նման է նրան, կարծես դու պաշտպանում ես քո թշնամուն ասելով. ես ատում եմ այս բանը, հենց այդ պատճառով էլ ես այն բաց չեմ թողնում։ Դուք միանշանակ կարող եք ազատվել ցանկացած կապվածությունից։ Պետք չէ ձեզ 40 տարի թափառել անապատում, կամ եթե դուք արդեն վատնել եք ձեր 40 տարին անապատում, քանի որ չեք իմացել, որ դրա պատճառը անապատային մտածելակերպն է, ապա այսօր կարող է վճռորոշ օր լինել ձեզ համար։ Խնդրեք Աստծուն, որ ցույց տա ձեզ ճշմարտությունը ձեր կյանքի վերաբերյալ, եւ երբ նա դա անի, պահեք այն։ Իհարկե դա հեշտ չի լինի, սակայն հիշեք, որ նա խոստացել է. ես երբեք ձեզ չեմ լքի եւ երբեք ձեզ չեմ թողնի։ Կարող ես կարդալ Եբրայեցիների 13:5-ում։ Դուք անապատից դուրս գալու ճանապարհին եք, վայելեք ավետյաց երկիրը։